քանի նկատառ, քանի որ այսպեսի քննարկում արել։ Նախ ուզում եմ որպեսզի ճիշտ եւ օբյեկտիվ ընկալում լինի, որ այս գործը պայմանականացած սովորական գործ չի, անկապանություն չի։ Դուք ուզենաք ընկալեք սովորական գործ, մեկը հանրության եւ մի զգալի մասին նաեւ Հայաստանից դուրս, այն ընկալվել որպես քաղաքական գործ։ Եվ ինքը ըստ էության քաղաքական գործ է, որովհետեւ այսօր այս կողմում նստած են քաղաքական գործիչներ։ Հիմա ոնց ուզում եք մեկնաբանել, ոնց ուզում եք պայմանական ասած փաթեթավորեն, որ սա օբյեկտիվ եւ որևէ ձևով ընդհանուր ֆորմալ ընդհանրակարգերով տեղավորող գործ է, ոչ։ Առնվազն 3 հոգի գործող քաղաքական գործիչներ են եւ պարոն Խաչատուրովը նախկին պետական բարձրաստիճան պաշտպան է։ Այսինքն ոնց է ուզենաք, սա արդեն իր էության քաղաքական գործ է։ Եվ անցած նիստին ես դրա մասին եմ խոսում, որ ԵԽԽՎ-ի բոլոր 3 այս գործին վերաբերող բոլոր 3 բանաձևերով արձանագրված է, որ պետությունը իդեմս կառավարության ազգային ժողովի պետք է բոլոր գործադրի ջանքերը, որ քաղաքական կոմպոնենտ պարունակող հետապնդումները բացառվեն եւ դադարեցվեն, կենտրոնանան միայն 10 զոհերի հանգամանքների վրա։ Բայց ինչպես տեսնում եք, վերջի 7 տարի մենք մի քաղաքական հոդված, այսպես ասենք 301-ը փոխարինում ենք մեկ այլ քաղաքական հոդվածով պաշտպանական դեպքի չարաշահումները։ Դրա համար անկախ նրանից դուք հիմա ոնց ուզենաք մեզ հորդորեք եւ այլն, մեկը ընկալում շարունակել է։ Դրա ապացույցն է նաեւ այն, որ ես ճիշտ ասած արդեն անհանգստանում եմ ձեր եւ իմ փաստաբանի հարաբերություններից, որովհետեւ եթե դուք այլ նիստերում իրար հետ քաղաքական նորմալ աշխատեք, ինչու այս նիստում չի ստացվում այդ։ Այսինքն հասկանում եք, սա ապելկայերի ձեր մասնակցությունից է, քաղաքական երանգ եք տալիս այս քելական գործին, դրա համար չանքանալի քաղաքական երանգը կա։ Դուք եք տալիս եք քաղաքական։ Ոչ, իսկ Տիկին Սահակյանը իդեպ քաղաքական գործերի մասնակցության մեծ փորձ ունի։ Այս գործում խնդրում եմ դա միշտ հիշել։ Եվ սա առաջինը։ Եվ հիմա այդ շրջանավերականի հետ կապված մի հարց ճշտամ էլի։ Կարող եք ասել, Ձեզ տրամադրեն։ Չէ, երբ հարկ։ Ես դա տեսնել եմ, ներկա գալի ազգային ժողով։ Պարոն Հանյանի հետ մենք հաստատ աշխատել ենք դրա վրա։ Դատարան երբ է ստացվել։ Դա դուք ձեր խոսքը ավարտեք։ Չէ, դուք ասեք, որ դրա շարունակությունն է։ Ավարտեք, չէ, ձեր խոսքը կարող չասեն։ Չէ։ Դատարանը հիմա պարտականություն չունի ձեզ։ Ես տեսնում եք, ես պարզապես հարցեցի, որտեղ իմ խոսքը ուզում եմ շարունակեմ պատասխանի վրա, եթե չկա, ասենք մի շաբաթ առաջ է եկել, 10 օր առաջ է եկել, դա եմ ուզում պարզապես հասկանալ։ Եթե դա եկել է վերջերս, դա այսպես արձանագրեմ, ընդհանրապես, որտեղ նախորդ նիստին նմանատիպ տեղեկություններ դատարանը չուներ, ենթադրում եմ եթե ունենար մեծ տեղեկացներ, հիմա նայեք, ես որպես այս պրոցեսի մասնակից ողջամիտ կասկած ունեմ, կամ հիմնավոր կասկած, ինչպես կասենք քրեական բարույթի շրջանակներում, որ հունվարի 1-ից գործը արագացնելու կամ շաբաթը մեկ անելու ունի շատ մեծ այլ դրդապատճառ։ Քաղաքական պրոցեսները, որոնք նախատեսված են ազգային ժողովի ընտրություններով։ Պարոն Գևորգյան, շատ ուզենք էլ առավոտից իրիկուն նիստեր էլ անենք։ Չէ, մի վարդ։ Երբ առաջիկա ընտրությունները, միջև չենք ասել։ Ես հանգիստ խոսում։ Ամեն օր եթե նիստ անենք չենք ավարտել։ Հիմա դա շարունակությունն է։ Այո, բայց ուրիշ բաներ չեն հասցնի։ Ավարտեք։ Իմ կորին համոզմամբ, որ սա արվում է հունիսի նախատեսված խորհրդանական ընտրություններին ապահովելու քաղաքական տեսարաններ հանրային։ Մասնավորապես մարտի 1-ով, որ բացի դրանից դրական նաև որ որոշ գործիչներ, ովքեր այս պրոցեսով ներգրավված են, ուրիշ բանով չզբաղվեն։ Մերի 20-ի դրությամբ է դատարանի տրամադրության։ Այս դատարանի Այսինքն դատարանը առաջ է եկել։ Եվ ըստ էության ապահովում է նրա համար, որովհետեւ այս պրոցեսի մասնակիցները ուրիշ բանով չզբաղվեն, բացառապես կան շաբաթը մեկ այստեղ եւ քաղաքական բոլոր պրոցեսների մասնակցությունը սահմանափակվում։ Սա առաջինն է։ Երկրորդը հարգելի դատարան, ձեզ ուղարկել են 20 օր առաջ օրենքի նախագիծ։ 20 չէ։ 4 օր առաջ օրենքի նոյեմբերի 20-ը նկատվում նախագիծ։ Հոկտեմբերի 3-ին, ԵԽԽՎ-ն ընդունել է հատապանաձև, որը բացում է ընդհանրապես իմ օրինակի հիման վրա, Արմեն Գևորգյանի, բացում է այն
իրողությունները, որով պետք է առաջնորդեն 46 երկրների դատական իրավական համակարգերը։ Եվ կետերից մեկը ասում է, որ ազգային ժողովի համապատասխան իրավասու մարմինները ցանկալի է, որպեսզի այս որոշման մասին իրազեկեն իրավապահ մարմիններին։ Մենք ազգային ժողով դիմել ենք հոկտեմբերի 20-ին իմ փաստաբանը, առաջարկությունը, որ այդ բանաձևը ուղարկվի համապատասխան դատարաններ, որտեղ գործեր են քննվում։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, այս պայմանությամբ այդ բանաձևը դուք չեք ստացել։ Որտեղ եթե դուք ստանայիք այդ բանաձևը, ապա այսօր չէիք ասի, որ ես 130 օր գտնվել եմ ԱՊ գործողությունների մեջ։ Այն պարզ պատճառով, որտեղ այնտեղ շատ հստակ գրված է, որ դա հայեցողություն չի, ցույց տամ, ցույց չտամ, գնա, չգնա։ Դա պարտավորություն է, որը պետք է հարցը չի քննարկվում։ Չէ, հիմա դուք քիչ առաջ ասեցիք, որ դատարանը գնացել է Արցախում եւ դրանով պայմանավորված, որը որոշվել է։ Հիմա վերջի անցման ընթացքում իմ գործողություններով հետ կապված մենք դատականիստերի օրը փոխել ենք։ Դրա համար իմ գործողման օրերը չեն կարող դատականիստերի վրա ազդել։ Օրինակ դեկտեմբերի 1-ը ծնվել է նրա պատճառով, որովհետև դեկտեմբերի 3-ից 7-ը ես բացակայելու էի։ Հոկտեմբերի 30-ը նշանակվել է նրա պատճառով, որովհետև ես նոյեմբերի 3-ից 5-ն էի բացակայելու։ Այսինքն ուզում եմ ասել, եթե մենք օբյեկտիվ ենք խոսում, ուրեմն խոսում բոլոր հանգամանքներով միջև վերջ։ Ինչ վերաբերում է ողջանտության։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր բան ա, գնա արհեստական բանակարարության հետ կապված։ Ես այդ վարժությունը կանեմ հաջորդ նիստին դες տեղեկացնել։ Պարոն Քոչարյանն առաջ։ Չէ, դուք եք ոնց որ ակնկալեցիք։ Ես օրինակ առաջարկեի բոլորին այս զալիճում նստածներին, այդ թվում դատախազին։ Նա արհեստական բանակարարությանը հարցնել, ինչքան ողջամի, ինչքանով ողջամի մեղադրանք են բերել։ Դա նախագահ դատավորը միայն որոշելու, դա արհեստական։ Չէ, արհեստական բանակարարությունը կարող որոշի, որ արդյոք այդ մեղադրանքում կարող լինել 850 վկա, 112 տուժող, այս տաղալի գործ եւ այլն։ Եվ իմիջիանոց մի բան է ձեզ ասեմ։ Երբ որ այդ ամեն ինչ արվում էր 2018-19 թվականներին, ենթադրությունը եղել էր, որ երկրում իրավիճակ չի փոխվելու, 2020 թվականին պատերազմ չի լինելու, կովիդ չի լինելու, քաղաքական process-ները գնալու են այնպես, ոնց այն ժամանակ էին գնում նա ուռա, այսպես ասեմ, եւ դատական համակարգերում այս գործերը սենց հալածյորից անցնել էր։ Բայց իրավիճակը փոխվեց։ 2021 թվականին համայնքական դատարան որոշում կայացրեց։ Հիմա ողջամտությունից ենք խոսում։ Տիկին Սահակյանը 2021 թվականին դատարանում առաջարկել է գործի քննությունը կասեցնել եւ սպասել միջև համապատասխան դատական հաշվանների որոշումը դատախազության բողոքարկման հայցի հետ կապված։ Եվ ինչ ստացանք։ Գործը քննվում էր 3 տարի մեզ տարել բերել են։ 3 տարի բերել են, վերջում դատավորի լիազորությունները կասեցրել են, մենք հիմա գալիս ենք նորից 1.5 տարի քննարկում ենք թույլատրենք, թե չթույլատրենք։ Այսինքն սա պայմանական ասած հարգելի դատարան։ Այնուամենայնիվ պետության, պարտականության, ողջամտության այն դեպքն է, երբ որ մենք կարանք այդտեղ ուրիշ հանգամանքներ ու կասկածներ տեսնենք։ Դրա համար երբ որ դուք ասում եք, դուք այսպես եք ընկալում, մենք ձեզ ասում ենք, օբյեկտիվորեն դա չի կարող այդտեղս ընկալվել, որովհետև այս քաղաքական գործի տրամաբանությունը ուրիշ ձևացնվել։ Երբ որ պետության ղեկավարները հայտարարություններ են անում այս գործի վերաբերյալ, հենց այս գործի վերաբերյալ, երբ որ դուք ասում եք, որ դուք չեք լսել, ես կարող եմ ենթադրել, որ դուք չեք լսել, բայց դա չի նշանակում, որ չի լսել դատախազը, չի լսել դատավորները, չի լսել ԲԴԽ-ի ղեկավարները եւ այլն, եւ մնացած բոլոր մարդը։ Այսինքն հանրային ընկալման մեջ այնուամենայնիվ արդեն ձևավորվում է այն ընկալումը, որ կա ինչ-որ հանրարարություն եւ կոնկրետ ուղղորդում։ Այս է խնդիրը։ Հիմա դուք ինչ ուզում եք արեք, այնուամենայնիվ։ Հիմա Տիկին Սահակյան ձերեն մյուս գործով հանգիստ գալիս է, որտեղ այնտեղ լրիվ քրեական օրենսգրքով պայմանական ասած տարեն դուք գնում եք առաջ, իսկ այս գործով պայմանական դրել են ձեզ վրա, որ ասում են մենք սարքել ենք, թող դատավորի գլուխը ցավա։ Հիմա մենք չենք ուզում մեր գլուխներ ցավա։ Կներեք, արդեն 7 տարի է ցավում է, ու չենք հասկանում ինչի համար։ Հիմա երբ որ դուք ասում եք իրանց ծանրաբեռնվածության մասին, ես ձեզ մի բան ասեմ։ Օրինակ ինչի իրանք իմ դատապաշտպանը կամ իմ գործընկերների դատապաշտպանները
պետք է նաև շաբաթը մեկ կամ չգիտեմ որոշ բարբերականության մասնակցեն մի դատաքննության, որը ծերից դեր ապօրինություն է։ Ասենք քաթ հայցը այս գործով։ Ոչ կա մեղադրանք, ոչ կա մեղադրանք։ Ոչ կա դատավարություն։ դեռևս քաթայց չունենք, Չէ, դուք չունեք։ Իրանք ունեն դատախազությունն է ներկայացրել։ Այս մարդ չէ, մի վարք է, հարգետացա։ Խնդրում եմ ընդհատեք էլի։ Ես չեմ Անդեղ ասել են, որ դուք Հիմա ես նորից եմ ասում։ Դուք ասում եք ծանրաբեռնված, դուք այս գործի վրա կենտրոնացեք։ Հիմա կոնկրետ ես գիտեմ Տիկին Սահակյանը, ես գիտեմ պարոն Օրբելյանը, առնվազն շաբաթը մեկ կամ ինչ-որ բարբերական դրվեցանիստերի մասնակցում են։ Նույն process-ը, նույն ներվերը, նույն ժամանակը, նույն էներգիան, եթե ոչ ավելի շատ, քան թե սովորական գործերից։ Որովհետև իրանք բոլոր տեղերը տեսնում են ինչ-որ հստակ մոտեցում։ Դատական իշխանության կողմից հստակ մոտեցում։ Որտեղ եկեք կոնտեքստից։ Ես այդ հարցը տվել եմ դատական արհեստական բանականությանը։ Ինձ դեռ պատասխանել է, սա աբսուրդ է, ասա ոնց չկա մեղադրյալ, չկա մեղադրական դատավարություն, բայց կա խայծ են տարել։ Դե հիմա ոնց չասենք, որ սա այդ քաղաքական շոուի մասն է։ Որ դա արվել է նրա համար նաև, այսպես ասեմ ձեզ, ինչպես ես կարող եմ ենթադրեմ, որ հանկարծ տեղի նստածների մտքով չանցնի բավականության ժամկետ խնդրեն, որ հետո ասեն ոչ արդարացման հիմքով ընդեր քաղաքայց են անում եւ այլն։ Դե հիմա եկեք այդպես խոսանք, եթե խոսում եք խոսանք։ Էսն է, մոտիվացիան է։ Հիմա ես, նայեք, հարգետական, դուք պետք է համակերպեք այն մտքի հետ, որ առնվազն այս դատարանում, այս դահլիճում, այս պայմանությամբ երկու հոգի ազգային ժողովի պատգամավորներ են, որոնք մեղադրական դատավճիռ ունեն։ Այսինքն մենք մեղադրյալ չենք եւ անմեղության կանխավարկածից ելնելով ես առնվազն գոնե ինձ տեղ ընկալում եմ որպես քաղաքական հանրային գործիչ, որը եկել է նաեւ ոչ միայն իր շահերը, այլ նաեւ հանրության շահերն է պաշտպանում, որպեսզի դատավարությունները նմանատիպ այլևս ապագայում չկրկնվեն։ Հիմա ես չգիտեմ, պարոն Օհանյանը նույն ձև է անցնում թե չէ, բայց առնվազն նորից եմ կրկնում, այստեղ 3 հանրային քաղաքական գործիչ են նստած, որոնց դուք չեք կարող ասեք, նստեք եւ լսեք ոնց են մենք դες դատում։ Դու չի կարող լինի։ Իսկ ինչ է նշանակում դատել։ Հենց այդ է նշանակում, ինչ է նշանակել կատարվում։ Դատել միայն նշանակում է, որ ձեր պատկերացումը։ Տեսեք, դուք արդեն իմ ասացի, ինչ է նշանակում դատել։ անձնական Ինչ է նշանակում դատել։ Դուք սկսում եք արդեն Եվ դուք մեկտավարություն նստեք ձեզ դատել։ Ինչ է նշանակում դատել։ նշանակումը այն ինչ որ տեղի ունենում։ Արտադատություն իրականացնել։ Ոչ, սա արդարադատություն չի։ Սա դեռ արդարադատություն չի։ Արդարադատություն Պարոն քիչ առաջ վերադառնանք դատարանի կողմից հնչեցրած հայտարարությանը, եթե որևէ փուլում գտնեք, որ դատարանը չի իրականացնում արտադատություն, դրա համար առկա է գործողություն։ Դուք միանալ գործողություն։ Այդ լիազորությունները կամ այդ իրավունքները 7 տարվա ընթացքում ես շատ լավ սովորել եմ։ Եթե դաժե անգամ ես էլ չմոռանամ, իմ փաստաբանները ինձ հիշացնեն։ Այսինքն այդ իմաստով անհոգ եղեք։ Ես հիմա հնչեցնում եմ իմ որպես այս գործով արդեն 7 տարի տառապանքի փորձ ունեցող, այսպես ասենք, անձնավորություն։ Ես չեմ կարող հասկանալ։ Հիմա դուք նայեք ես համոզված եմ, որ դա ինչ որ հիմա հնչեցրեցիք, այդ շրջաբերական, դա մեր քաղաքական մոտիվացիա է։ Բացառապես այս գործով պայմանավորված։ Ու շատ հետաքրքիր է, ես չգիտեի դրա մասին, որ փաստորեն դա հնչեցվել է ազգային ժողովում համապատասխան մարտի 1-ի լսումների այսպես կոչված ժամանակը։ Օրենքները ձեր աշխատանքի վայրում են ընդունվում։ Իա, հիմա իջեցիք որ մենք աշխատանքները վայրում ենք փաստորեն։ Դուք օրենքները ընդունում եք, մենք իրավունք ենք։ Փաստորեն ընդունում եք, որ մենք աշխատանքները վայրում ենք։ Հարգելի դատա։ Ձեզանից կախված ամեն ինչ արեք, չընդունվի որևէ օրենք ձեր։ Մի բան է, հարգելի դատա։ Օրենքները ընդունում եք քաղաքական կամ ճիշտ եմ անցնում, դա հռետորական հարցեր է, դիտական ինչով, բայց եթե անգամ այդ օրենքը ընդունվի, ես ճիշտ եմ հասկանում, որ ինքը չի կարող հետադարձություն ունենալ։ Պարոն Գևորգյան, անգամ ժամանակագրությունը, չգիտենք երբ պետք է, պարոն Քրոյանը հայտարարեց 2026 թվականը, անգամ դա ընդհանրապես 270.1 հոդված լրացնելու վերաբերյալ ի թիվս այլնի, նաև դուրս է գալու Պահեստային դատավոր հասկացությունը, նաև այլ կարգավորումներ կան, չծանրաբեռնենք մեր դատական նիստը, պայմանական այս նիստին վերաբերելի է ու եւ մնացած նիստերի կոնկրետ որ հստակ ժամկետներ են սահմանվելու։ Հիմա այս ժամկետները կլինեն 1 տարի, եւս 3 տարի, պատճառաբանված մի տարով երկարացնել, թե կդառնա 10 տարի, թե կդիտարկվի պայմանական
ամենայն հարաբերակով ընդունողների, գերողների նկատմամբ абսուրդ եւ չի ընդունվի։ Դա հետագայի քննարկելու հարց է, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ կա նախագիծ, գործողել կա ողջամի ջանքերներ։ Այս պահին մենք գործում ենք ողջամի ջանքերի տրամաբանությամբ։ Երբ այս օրենքը ընդունվի, մենք այդ պայմաններում շաբաթը մեկ դատական նիստը արդեն երևի դուք կխնդրեք մեկ դատական նիստ նշանակեք, բայց դատարանը չի տեղավորվի մեկ դատական նիստ նշանակել, որտեղ պետք է սև ժամկետում, եթե քննությունը շարունակվի, պետք է ավարտվի։ Դուք ասում եք, պարոն Գևորգյան, մենք քաղաքական գործիչ ենք, մենք այստեղ պետք է չգտնվենք եւ այլն եւ այլն։ Ես այդ բան չեմ ասել, Դուք ունեք դատավարական կարգավիճակ։ Անձամբ դուք այլ մեղադրանքով եւս։ Դուք ունեք պարտականություն յուրաքանչյուր անգամ, այնքան գա դատական նիստերի, մինչև որևէ փուլում դատարանը կավարտի այդ գործի քննությունը։ Այս կանոնի որոշումները կայացնում։ Ինչ վերաբերում է 130 օրից ավել բացակայությունների, դատարանը բոլոր դեպքերում ձեր բացակայությունները համարել է հարգելի։ Ինչ վերաբերում է, որ հունվար ամսից սկսած յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ դատարանը պլանավորում է նիստ նշանակել, եթե դատական նիստերի որևէ մեկը համընկնի ձեր գործողությունների հետ, ի նպաստ Հայաստանի Հանրապետության, որ պիտի գնա գործողություններ մեր շահերը բարձր պահել։ Այդ դատական նիստերը այդ մի պայմանականորեն շաբաթվա 4 շաբթի, 5 շաբթի կամ 8 պատորը չենք անցկացնել։ Եվ պրակտիկայում էլ, եթե դուք շարունակաբար 130 օր, 160 օր, 170 օր, մենք դարձյալ գալ ունենալու ենք իրավիճակ, որ եթե շաբաթը 1 օր նշանակենք, նաև հաշվի առնելով արձակուրդները մյուս։ Մենք ողջամտորեն 1 ամիս 4 նիստ անցկացնենք, 1 ամիս 1 նիստ անցկացնենք։ Եթե մենք հստակ ունենանք կոնկրետ օր, այդ օրը համընկավ ձեր հարգելի գործողման հետ, մենք այդ օրը կհանենք։ Համընկավ նախագահ դատավորի արձակուրդի հետ, այդ օրը կհանենք, բայց մենք ունենանք հստակ սահմանված օր շաբաթվա մեջ, որ եթե չկա արձակուրդներ, չկան գործողումներ, չկան այլ պատճառներ, մենք այդ օրը պետք է նիստ անենք։ Ես այս քննարկումների դեպ ես մենք չնախաձեռնեցինք։ Այսինքն ձեր հայտարարությունից այո, դատարանն է։ Որտեղ նաև մատնանշեցիք այդ օրենքի նախագիծը, որ կգնա շրջանառության մեջ եւ այլն։ Այսինքն ինքնաշխատանքային կարգով քննարկումը, եթե ես ճիշտ եմ հասկանում, ամենայնիվ այս բայդությամբ, իմ ասածը հետեւյալն է, արգել դատարան։ Դուք նաև, քանի որ բանավեճի մեջ եք մեր այս պաշտպանական կողմի հետ որոշ գնահատականներ արվում, ես նորից եմ ուզում ասել։ Եթե դուք փորձում եք տեղավորել այս դատական գործընթացը սովորական քրեական վարույթի շրջանակներում, դա չի ստացվել։ Արդեն չի ստացվել, որովհետև մեղադրանքը արդեն շատ ձևափոխված, խեղաթյուրված եւ անհասկանալի ձևով է ծնվում, ասենց ասենք։ Եթե ընդհանրապես այդ ծնունդը կլինի նորմալ կամ օրինական։ Հիմա ես նաև տեսեք չէի պատրաստում բանավիճեր օրերի ճիշտ լինել, սխալ լինելու եւ այլն, հիմա պարտավորությունը կատարում ենք, այսինքն ես էլ եմ չէ գալիս, եւ նույնիսկ նշանակվում է պարտաճանաչոր են գալիս, ու մենք ամենասկզբից էլ Տիկին Սահակյանն հետ ասում ենք, որ այստեղ գտնվողներից միակ մարդը, որը լեջոր կարգավիճակ ունի, դա ես եմ։ Դրա համար ես այդ իմաստով երբեք խնդրեմ։ Բայց ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերից երբ որ այս պրոցեսը սկսվում է, դուք առնվազն ունենալով այս ծավալը տեսնելով եւ այլն, արդեն այն ժամանակ մեզ ասում եք, որ տրամադրվեք 2 շաբաթը 1 նիստերի։ Հիմա ինչ փոխվեց, պետք է լինի շաբաթը։ Շաբաթը 1-ի քննարկում մենք յուրաքանչյուր ուրբաթ դատական նիստ անցկացնելու քննարկում մենք ունեցել ենք դեռևս մենք նորմատիվ շաբաթ նոյեմբերի 20 հոկտեմբեր նոյեմբերի 28-ից սկսած 2024 թվականին նոյեմբեր ամսին, հոկտեմբեր ամսին կայացած դատական նիստերին դատարանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր ուրբաթ պլանավորելու է նիստ նշանակել։ Հիմա դատական նիստի ավարտին ձեզ ձայնագրավորումները կարող են փոխանցել գրասենյակում։ Սահմանել է պարբերականություն, դա կլինի 2 շաբաթ կամ ամիսը 2 անգամ նիստ եւ այլն, եւ այդ պարբերականությունը մենք փորձեցինք այն մինչեւ այս տարվա վերջի դեպք։ Դրա համար էլ ժամանակացույցները նախապես համաձայնեցին։ Ինչևից է արգել դատարան, իմ ասածը հետևյալն է, ես կուզենայի, որպեսզի իմ պաշտպանի հետ նույն ձևի շարունակենք աշխատենք, ոնց որ աշխատում ենք մնացած այլ քրեական գործերով։